Այսօր Հայաստանում գործածվեց և հիմնվեց ոստիկանական գվարդիան։ Ինչն է ոստիկանական գվարդիան ըստ օրենքի։ Ըստ օրենքի դա ոստիկանական ստորաբաժանումներն են, որոնք գալիս են փոխարինման ոստիկանական զինված ուժերի։ Ինչով է զբաղվելու ոստիկանական գվարդիան։ Ոստիկանական գվարդիան զբաղվելու է ներքին կարգ ու կանոնը պաշտպանելով։ Այսինքն մեր և ձեր սրտի կապիտուլյանտը ունենում է հաջորդ լծակ անհամաձայն մարդկանց ճնշելու, ցույցեր ցրելու և մարդկանց տերորի ենթարկելու։ Այսինքն կարմիր բերետները, սև բերետները, մանուշակագույն բերետները, ռյուշիկներով բերետները և այլ բերետները, որոնք մինչև հիմա կատարում էին ենիչարների դերը կապիտուլյանտի մոտ և մարդկանց ոլորում, ջարդում, փռում ասֆալտին, զոհվածների ծնողներին, ազատամարտիկներին, վետերաններին, ընդդիմադիրներին, հիմա կունենան արդեն համակարգված և նոր սպառազինություններով համալրված գվարդիա։ Նվազագույն աշխատավարձը կկազմի 250,000 դրամ և էքսպոնենտով աճելու է։ Այսինքն կրկին անգամ ձեզ շնորհավորում եմ, դուք ձեր գրպանից և ձեր երեխաների ապագաներից վճարելու եք կապիտուլյանտի հանգիստ քնելու գումարը, որ ինքը հանգիստ մնա, որ ինքը ունենա լիքը ոստիկան, որը իրան կպաշտպանի սեփական ազգից։